Իննամյա մենուան մեկն է 5300 երեխաներից, որոնք 6 ամիս առաջ մասնակցել են երկրի մշակութային կրթության որակը տեսանելի դարձնող հանրապետական մրցույթին։ Հայրենիքը արվեստն ու ես մրցույթի հանձնաժողովն ապրիլից այցելել է մոտ 200 դպրոց, բաց չթողնելով ոչ մի քաղաք ու գյուղ եւ պարզել, թե ինչ է կատարվում երկրի մշակութային կրթօջախներում։ Լսել ենք 5300 երեխաներ, պարախմբեր, թատերական խմբեր, տեսել են գեղարվեստի աշխատանքներ եւ իհարկե բազում մենակատարներ հանրապետության բոլոր մարզերի, բոլոր ամենահեռավոր գյուղից, հյուսիսից հարավ չթվարկեմ, առաջի տեղերի ամենաբարձր նիշ ստացածները ելույթ են ունենալու այսօր այս դահլիճում եւ սա ստանալու են դրամական մրցանակ։ Իրենք եւ իրենց ուսուցիչները։ Երեխաներն անհամբեր են, փոքր-ինչ լարված, հիմնականում ինքնավստահ։ Մենուան, որ կյանքի 9 տարիների ընթացքում սովորել է նվագել երաժշտական 4 գործիք, հիմա ասում է հաղթելու շանսերը մեծ են։ Հաղթողը երկրի մշակութային կյանքն է լինելու, ասում են մրցույթը կազմակերպողները։ Մրցողը ոչ թե երեխաներն են, այլ այս երեխաներին կրթող դպրոցները, այդ դպրոցների աշխատանքը համակարգող համայնքապետարաններն ու մարզպետարանները։ Երեխաների կատարումների միավորները միջինացված հանդիսանում են տվյալ դպրոցի միավորը։ Բոլոր դպրոցներին տվյալ համայնքի հանդիսաներ համայնքի միավորը։ Արդյունքում ունեցանք մարզերի վարկանիշավորում, որտեղ մարզը պետքա տխրի կամ ուրախանա իր զբաղեցրած դիրքից։ Համայնքների վարկանիշավորում, որտեղ ենթադրում ենք, որ համայնքապետը պետք է հարցեր ուղղի իր դպրոցներին, ինչով օգնեմ հուսանք։ Այդ տեսակ ենք մենք պատկերացրել եւ նայում ենք, որ այդպես էլ աշխատեց։ Ինչով օգնեմ, որ մյուս տարի մենք լինենք ավելի լավ դիրքում։ Նախկինում այս ծրագիրն իրականացվել է վարպետաց դասերի ձևաչափով։ Այս տարի ավելացած մրցութային բաղադրիչը նոր խթան է, ասում է Տիգրան Հեքեքյանը։ Մրցույթը ադրենալին է ավելացնում, մեծացնում է ինչ-որ բան ավելի լավ անելու ձգտումը, իսկ կազմակերպիչներն իմանում են, որտեղ ինչ բաց կա։ Նպատակը ոչ թե մրցույթն էր, այլ նպատակը այցելել, կատարել մշտադիտարկում, հասկանալ ինչ ունենք մենք, գույքագրում, որտեղ կա դպրոց, որտեղ փակվել է, որտեղ ինչ մակարդակ է, որտեղ ինչ տնօրեն է, որտեղ ինչպես են ուսումնական ծրագիրը իրականացնում, ինչպես է իրականանում պետության պատվերով երաժշտական գործիքների ուսուցումը։ Այսպես մի կողմից մրցակցությամբ առաջանում է հաճելի իրարանցում, մյուս կողմից դպրոցներն ու ուսուցիչները թարմացնում են իրենց ուժերը լավագույնս ներկայանալու ակնկալիքով, միաժամանակ ԿԳՄՍ նախարարությունն իմանում է, թե ինչը պետք է լինի կազմվելիք ռազմավարության հիմքում։ Ամենամեծ բացը, դա խնդրեմը այսօր ուսուցիչն է։ Մենք չունենք ուսուցիչներ, ոչ միայն լավ ուսուցիչներ, մարզեր կան ուսուցիչ չունեն։ Աղերսում են, խնդրում են, մեզ ուսուցիչ ուղարկեք, մենք ուսուցիչի կարիք ունենք, ամենածայրահեղ բանը ուսուցիչն է, մանկավարժի պակասը։ Շատ տաղանդավոր երեխաներ ունենք, բայց պիտի ունենանք ուսուցիչ, որ գցեն հունի մեջ եւ ճիշտ զարգացնեն ընտանիք, թե չէ ունենանք անմշակ ադամանտ միտեղ գցած, մենք պիտի հղկենք այդ ադամանդը, դարձնենք փայլուն մի բան եւ կարողանանք ցույց տալ աշխարհին։ Լավագույն աշակերտներն արդեն ընտրված են։ Բոստոնի Ամարաս միության փոխանցած դրամական ֆոնդը $5,000 կուղվի նրանց ու ուսուցիչներին խրախուսելուն։ Կկազմակերպվեն շրջագայություններ դեպի ԱՄՆ ու Եվրոպա եւ կշարունակվի վառ մնալ հույսը, որ նման միջոցառումները կարող են առաջացնել ավելի լավը դառնալու ցանկություն ու մշակութային կրթությունն ավելի ջանասիրաբար զարգացնելու ձգտում։ Արուսյակ Կապուկչյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։